ամեն անգամ պիտի անդրադառնանք մեր գրականության մեծերին, որովհետև նրանք կարևոր ասելիք ունեն մեր ժամանակի մասին։ Եվ այսպես, Մուշեղ Իշխան, նա համարվում է հայապահպանության մեծագույն նվիրյալ, հայ գրականության դասական, 1936 թվականից ի վեր, երբ լույս տեսավ իր առաջին ժողովածուն տուներու երգը Սփյուռքում, նա դարձավ ամենասիրված հեղինակներից մեկը։ Կյանքի բայրամուտին նա արդեն կենթանի դասական էր։ Այսօր Հայաստանում նրա անունը շատ քիչ են հիշում, Մուշեղ Իշխանի ստեղծագործության նվիրված ուսումնասիրություններ գրեթե չկան, մինչդեռ հայ դասական գրողը պահանջում է նրա հեղինակությունը պահանջում է, նրա գեղարվեստական ժառանգության արժեքը պահանջում է, որ մենք նրան անդրադառնանք։ Ինչ կարևոր խնդիրներ կան, որ ուզում եմ ձեզ ներկայացնել։ Նախ ասացի, որ սփյուռքահայ բանաստեղծի պոեզիան դեռևս հավուր պատշաճի ուսումնասիրված չէ։ Եվ դուք էլ, եթե ձեզ հարցնեմ, դուք էլ չեք կարող առանձնացնել գեղարվեստական արժեքներ, որ դուք գնահատում եք, սիրում եք իր ստեղծագործության մեջ։ Ահա մեր աշխատանքի թերացման հետևանքները։ Իսկ ինքը Մուշեղ Իշխանը ուներ մի ճակատագիր, որ շատ նման է իր հարազատ ժողովրդի ճակատագրին։ Ծնողների առաջնեկն էր, հոր նախաձեռնությամբ, սակայն նրան որդեգրել էր ավագ եղբայրը, որը զավակ չէր ունենում։ Ճակատագիր էր երևի, նա երկու մայր ունեցավ եւ ամբողջ կյանքում իր տեղը չգտավ Մուշեղ Իշխանը։ Թափառել է, մեկնել է Կիպրոս, աշակերտները ժամանակի մեծ քննադատ Հակոբ Օշականին, հետագայում իր ուսուցիչներ եղել են Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Կոստան Զարյանը, Նիկողայոս Ադոնցը, Վահան Թեքեյանը։ Մուշեղ Իշխանը շատ տպավորիչ կերպով կերտեց իր ուսուցիչների դիմանկարները իմ ուսուցիչներս գրքում, որը լույս է տեսել 1984 թվականին։ Եվ թող մեր երիտասարդ սերունդը զգա, թե ինչ կարևոր է ուսուցիչը իրենց կյանքում։ Մուշեղ Իշխան չէր դառնա, եթե այս ուսուցիչները չունենար։ Նորից ուզում եմ կրկնել Հակոբ Օշական, Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան, մարդ կարող է երազել այս մեծությունների հետ շփվել անգամ, Կոստան Զարյան, Ադոնց, Վահան Թեքեյան իր ուսուցիչներն են եղել։ Ահա թե ինչպես է ծնվում մեծ անհատականությունը։ Այսպես էլ եղավ Մուշեղ Իշխանի հետ։ Աշխատել է համազգայինի ճեմարանում եւ ասացի ամբողջ կյանքը այս գաղթօջախից այս գաղթօջախը, այս քաղաքից այն քաղաքը, պատճառներից մեկը այն էր, ինչ որ կատարվեց 70-ական թվականներին Բեյրութի հետ։ Գիտեք, որ քաղաքացիական կռիվները վերսկսվեցին, սրվեցին եւ հայ համայնքը, որ ամենածաղկուն համայնքն էր, նույնիսկ համարվում էր հայության Սփյուռքում հայության մայրաքաղաք, ահա Բեյրութի համայնքը քայքայվեց, շատերը հեռացան մտավորականներ, հեռացան մարդիկ, դա սկիզբ առավ ահա 70-ական թվականներին եւ շատ ծանր մի վիճակ առաջացավ Բեյրութահայության շրջանում։ Հակոբ Օշականը այդ շրջանում նաեւ նկատել է, որ ամենից սարսափելին ոչ միայն դա էր, այլև հայ մարդու օտարացումը իր ազգային արժեքներից։ Երիտասարդները ամաչում էին իրենց հայությունից, հեռացել էին, ծանոթ չէին կարդում, ինչպես այսօր։ Եվ այս միջոցառման հիմնական նպատակներից մեկն այն էր ցույց տալ, որ այն ինչ որ կատարվում է այսօր, աններելի մի բան է։ Ոչ մի մտավորական չպիտի հաշտվի այս վիճակի հետ։ Հայ մարդը ամաչում է իր մշակույթի համար, ամաչում են լեզվի համար, չեն խոսում հայերեն։ Օտարին տրամադրում են ամեն բան, իրենց խելքը, բազուկը, պապերի ամենից նվիրական կտակը, իրենց արյան մյուրոնը անգամ նվիրում են օտարին, միայն հեռու լինեն հայությունից։ Այս ամենը աղետ է ազգի համար։ Մենք այսօր նման բան Հայաստանում նկատում ենք։ Ահա ինչու բոլորս պիտի դառնանք զինվոր, որտեղ պայքարի կոչ է սա, որ Մուշեղ Իշխանը մեզ համար անում է։ Նա շատ ցավալիորեն լսում էր իր բարեկամին, որը պատմել է Մուշեղ Իշխանին։ Հուսացինք, հուսադրեցինք, սպասեցինք, ոչ միտեղ չհասանք, ասում է Մուշեղ Իշխանի բարեկամը, ընկերը իր հետ զրույցում։ Ինչ պիտի լա այսուհետև քաշքշուկ հոգեվարքի երկարաձգում, այդ ինչ իրավանքով
ես իմ զավակներուս ապագան խորտակեմ հանուն դատիմը, որ հետս հետե ավելի ու ավելի ցնորք կդառնա, ուր ալլան անոն կորսված են ազգային տեսակետ են, տարիներու հարց է միայն։ Այո, մենք էլ այսօր ունենք սերունդ, որ կորսված է ազգային տեսակետ են։ Ահա ինչու մեր այս միջոցառում արթնության կոչ է մեր ողջ ժողովրդին։ Մուշեղ իշխանը դառնորեն ցավում էր ինքն իրենից փախչող հայ մարդուն տեսնելով, որը գնում է նոր օտարության, ետ տարապելու է կրկնակի։ Ահա ինչու օտար բարքերը կարող են ավելի ազդեցություն գործել հայ որդիների վրա։ Նրանց վզին ձգված պարան պիտի դառնան օտար գայթակղության շղթաների նման։ Իրական ողբերգությունների առաջ կգտնվենք, ասես այսօր է Մուշեղ իշխանը խոսում Հայաստանի մասին։ Օտար գայթակղությունների առջև կգտնվենք, ողբերգությունը հայհոր, որ իր զավակի աչքերուն մեջ կնայի ու հոնչի գտներ ինքզինք հայ հայրը, որ չի գտնում իր զավակի աչքերի մեջ, իրեն չի գտնում, սերունդները հեռանում են, հեռացել են։ Սա շատ ծանր մի աղետ է որևէ ազգի համար, որ Մուշեղ իշխանը դրա դեմ պայքարել, նա արձանագրողը չի եղել, նա պայքարողն է եղել դրա դեմ։ Եվ ավելացնեմ նաև մի բան, որ Մուշեղ իշխանը անդրադարձել է բոլոր այն իրողություններին, մշակութային, քաղաքական, հասարակական, որոնք իբրև ցավ կանգնած են հայության առջև։ Մասնավորապես, երբ մարդը տեսնում է, որ իր զավակները հեռանում են նաև հայ մշակույթից, չեն կարդում գրքեր, չեն լսում երաժշտություն, ազգային օտար է հայ երիտասարդի համար։ Դուրս եկեք Երևանի փողոցները, ինչ երաժշտություն են լսում մեր երիտասարդները։ Ականջ դրեք, ավտոմեքենաների եկող ձայնին, բոլորը օտար։ Ով պիտի ուշադրություն դարձնի, մենք ինքներս ընդունում ենք սա, ոչ, մեր աշխատանքը պայքար է այդ զազրելի երևույթների դեմ, որովհետև նույնիսկ Մուշեղ իշխանը արձանագրել է սա, որ Կոմիտաս արդեն չեն լսում, սավ պապի կմորնաս, ես չեմ սիրել Կոմիտաս, առաջարկել է թորնիկին Կոմիտաս լսել, սավ պապի կմորնաս, ես չեմ սիրել Կոմիտաս, ես կսիրեմ ռոքնռոլ, այն ժամանակ, այսօր նույն բանն է կատարվում։ Ահա ինչու խնդրում եմ ձեր ընտանիքներում ցույց տվեք ճշմարտությունը, սա աղետ է, որը ընդունելի չի կարող լինել, երբեք չի կարող։ Արևամարը ժողովածուի մեջ Մուշեղ իշխանը խոսեց այդ խնդիրների մասին, եւ եթե իրեն դուք հարցնեք Մուշեղ իշխան, ում եք դնում ազգային կյանքի կենտրոնում, ինքը ասում էր ազգային կյանքի կենտրոնում որպես օրինակ ես դնում եմ Մովսես Խորենացու կերպարը, Չերթողահայրն էր, որ նշեց նեղ ու դժվարին ճանապարհը, որը սակայն տանում է դեպի սեփական անցյալի ճշմարիտ արժևորում եւ այն Հայաստանը, որտեղ կկառավարեն իմաստասեր ու ազգանվեր այրերը։ Սա Մուշեղ իշխանի պատվիրանն է։ Լսենք մեծ գրողին եւ այս հանդիպումները հենց այդ նպատակը ունեն, որ լսենք ու կատարենք պատվիրանները մեծ գրողի։